Սիրելի համաքաղաքացիներ, համերկրացիներ, ես գտնվում եմ Երևանի Կոմիտասի անվան այգու Ճաղավանդակների արանքում։ Ես հասկանում եմ, երկաթի պակասը շատ ծանր բան է։ Հա, չնայած միգուցե սա կոռոզիայի հետևանք է։ Եղբայր ջան, դուք գիտեք սա ում անվան այգին է։ Կոմիտասի։ Կոմիտասի։ Իսկ ըստ էս նորմալ է, որ ճաղավանդակները Առասարակ ոչ մի բանը նոր։ Ինչ անենք, դիմենք սարքել։ Դիմենք Դաշնություն եւս մեկ մեծ, ինչպես կասեին աբորիգենները, ծակ։ Իսկ եթե լրջով, միթե սա հարիր է մեր մեծերին, արի էլի բան պատմեմ։ Էլի տորնի։ Դե իսկ սա ուրիշ տեսակի ճարտարապետական միտք է, որը ո՞ս կարելի ասել, սարու չգիտեմ, չնայած էս ինչի արդյունք է։ Արա, վայ, էլի, այստեղ են ասել, անգեր ջախի, մեր Կոմիտասի սիրելը հարգելը, Ավետիք Իսահակյանի սիրել հարգելը, մյուս մեծին, էսա ձեր սերը, վայ, տորնես, ավելին ասեմ, մենք Հայաստանի Հանրապետությունում Երևանի, դուք գիտեք սա ում անվան պարկն է, երիտասարդներ, մի րոպե ոնց չգիտեն, բայց ես կպատմեմ, Կոմիտասի անվան պարկն է, որի այս վերևը թազա նոր մամուռի տեսակ ենք ստացել, հասկանում եք, չնայած գիտես, ասում է, այս են տեսակի մամուռա, որ մենակ Հայաստանում կա, կարող է թույն բիզնես է, մենք հետ էս մամուռ դնենք միտեղ, լավ արի էլի բան պատմեմ, դուք գիտեք սա անվան այգին է։ Կոմիտասի անվան այգին։ Իսկ դուք գիտեք այստեղ ովքեր են ուղարկավորված։ Շատ մարդիկ կան, բայց պետքատունի կոնկրետ նայեք։ Իսկ որ դուք անցել եք այս ճաղերով, տեսել եք, որ այս ճաղերը շատ անբարվոք վիճակում են։ Եթե վաղուց է եղել։ Շատ ենք դες այգիով անցնում։ Իսկ երբևէ մտածել եք ինչու այս ճաղերը այս վիճակում, գուցե պետք չէ լիներ այս վիճակում։ Իհարկե պետք չէ այս վիճակում լինել ծաղերը, պետք է գողացնել են, էլի։ Իսկ երկաթի պակաս է եղել։ Ժամանակի մեծևի հարցը։ Իսկ լավ, ասենք գողացե տարել են, բայց պատկան մարմինները չեն նկատել։ Մենք էդի նայելու YouTube-ի մեջ։ Ամեն տեղ կնայեք, քիչ հետո, բայց իմ ամբողջ նպատակը այն է, որ այս այգու ճաղավանդակները փոխվի, դրա համար եմ անում։ Փորձեք, մենք շատ ուրախ կլինենք դրա համար, որ այդ ճաղավանդակները ոչ միայն փոխվեն, այլ նաև վերականգնվեն։ Բացի վերականգնել են մի անգամ գողացել են։ Հա, էլի տարել են։ Ապա եկեք չմտածենք, չէ՞ որ ինչքան է գողանան, մեկա պետքա տանեն, վերականգնեն պիտի գողանան։ Այսինքն մենք պահանջենք պատկան մարմիններից, որ վերակառուցեն։ Ես չգիտեմ, դուք պահանջում եք, թե չեք պահանջում, բայց որ վերակառուցեն շատ լավ կլինի։ Դե ինչ ասեմ, իսկ հիմա եկեք գնանք մեր մեծերին, ասենք ներողություն բոլորիս կողմից, որ մենք այսպիսի խոսքերով, միայն խոսքերով ենք սիրում պարզվում է մեր մեծերին։ Բայց որ գնաք մեր մեծերի մոտ, դուք տեսեք ինչ հոյակապ ու շատ լավ պանթեոն է սարքված։ Շատ գերազանց պանթեոն է սարքված։ Ես այդ մեր մեծերից, մեր պատկան մարմինից այնքան շնորհակալ եմ, որ մեր մեծերի պանթեոնը այդ հոյակապ վիճակում է։ Այսինքն մենք մնում է խնդրենք, որ այս ճաղերը վերանորոգեն։ Ժամանակի ընթացքում կսարքվեն, ես դրանով վստահ եմ։ Իմ շատ սիրելի պատկան մարմիններ, դուք ամբողջ վիդեոից երևի հասկացաք, որ մարդիկ ձեզ հավատում են, մարդիկ ձեզ վստահում են։ Իսկ այդ վստահությունը պետք է պահպանել։ Ես ձեզ որպես քաղաքացի, որպես բլոգեր, խնդրում եմ, այս ճաղերը եկեք միասին վերանորոգենք։ Մեր մեծերը արժանի են, որ այս այգին լինի ավելի բարեկարգ ու ճաղերն էլ լինեն նորմալ վիճակում, իսկ քաղաքացիներին, ովքեր իրենց թույլ են տալիս կոտրել, ջարդել, փշրել։ Ուղղակի խնդրում եմ ձեզ, մի քիչ դուք մտածեք ձեր մասին, չէ՞ որ ձեր քաղաքը ձեր տունն է։ Տունը դա մենակ ձեր տունը չի, ձեր շքամուտքն է, ձեր քաղաքն է, ձեր թաղամասն է, ձեր երկիրը դա ձեր տունն է։ Հուսով եմ արձագանքներ կգտնեն։